շատ ավելի վատ մասնակցություն արվելու։ Դու հիմա Կիկոսի մահով այսպես սցենար նկարագրեցիր, մեզ արդեն այնտեղ պատկերացրեցիր։ Այս տղուն բոլորը սիրում են, հեսա վարչապետ է դառնալու։ Սերգեյ, շատ կզարմանաս, բայց լրիվ համաձայն եմ քո ձևակերպումների հետ։ Ծախտուզ է ձեր ձեռքը, Flash Royale ունենալով ոնց չեք հաղթում։ Մենք արել ենք ամեն ինչ, որ վերցնենք իշխանությունը։ Փոփոխություններ իսկապես չեմ տեսնում։ Պարտված երկիր, պարտված ղեկավար մի բան է, պարտված երկիր նոր ղեկավար այլ բան է։ Ինչու ձեր ուժին այդքան չի սիրում Հայկ Մարությանը։ Բարև ձեզ, եթերում լուրջ քաստն է, շնորհակալություն, որ լուրջ դեմքով դիտում եք մեզ կամ լսում եք բոլոր հնարավոր ոդկասթային հարթակներում, իսկ այսօր մեր հյուրն է Հայաստան դաշինքի падգամավոր Ագնես Սախամոյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ տղաներ։ Ոնց է գնահատում Քարոզարշավը, ոնց է գնում։ Ձեզ դուր է գալիս այն։ Գոհ եք արդյոք ընթացքով։ Դուր գալը մի քիչ իհարկե դժվար է այս հիստերիայի ֆոնին գնահատել դուր գալու համատեքստում, կարծում եմ շատ բուռն է անցնում, բայց ամենաշատը ինձ ուրախացնում է մեր քաղաքացիների հետ հանդիպումները, աշխատանքային բաժանումից ելնելով, նաև հաշվի առնելով իմ այլ պարտականություններ աշխատանքային, շատ հաճախ ցավոք սրտի չեմ կարողանում շփվել մեր քաղաքացիների հետ, այն ինտենսիվությամբ ինչ իմ գործընկերները, բայց բոլոր այն տեղերում եւ Երևանում եւ մարզերում, որ եղել եմ, բավականին ջերմ է ընդունելությունը, չգիտեմ, քանի որ ֆորմատը թույլ է տալիս մի քիչ ավելի անկեղծ լինել, այո, մի քիչ պաշտոնականից ավելի թեթև, սպասվածից ավելի լավ, այդպես կարող եմ ձևակերպել, սպասվածից այո ավելի լավ եւ մարդկանց գիտեք այդ սպասումը, այդ հույսերը, որ կապում են քո հետ, չգիտեմ, օրինակ այն օրը մի հանդիպման ժամանակ 3 զոհվածի ծնող էր մոտեցել ինձ ու այդ մարդկանց հետ խոսելիս դու չգիտեմ համ էներգիայով ես լիցքավորում, համ հասկանում ես, որ թուլանալու, պարտվելու, այդ մարդկանց հույսերը չարդարացնելու, իրենց նպատակները կյանքի չկոչելու համար իրավունք չունես դու, չգիտեմ, ընկճվես, նեղսրտես կամ չգիտեմ, ինչ որ այլ պատկերացումներ կազմես հանգամանքների։ Չէ, խոչընդոտներ որպես այդպեսին հիմնականում կախված է լինում նրանից, որ համ ենթապետարանները հրաժարվում են մշակույթի տները տալ, իրավունք ունե միանգամից։ Դե ասում են միջոցառում կա։ Հա։ Ձևական կողմը այսպես ապահովում են մերժելու համար, բայց եթե նկատել եք տղաներ, ի տարբերություն նաև 21 թվականի ընտրությունների քարոզարշավի, ավելի հիմա այսպես մարդկանց հետ շփումները ավելի ինտենսիվացել են 21 թվականին օրինակ ավելի դահլիճային շփումներ էին հիմնականում լինում, իսկ հիմա ավելի բակերում, այգիներում ավելի այսպես կենթանի շփման կարևորությունը կարծում եմ ակնհայտ է այս քարոզարշավի ժամանակ մեզ համար։ Հունիսի 4-ին վերջին նախընտրական վակցինացիա պատվաստումն ենք անելու ստենդափի եղանակով ոչ մի ասեղ չկա։ Մենք հավաքել ենք այս վերջի մի քանի տարվա նախընտրական ցիկլի, ինչպես նաև այսօրվա ամեն ինչը եւ էմոցիոնալ հումորաբարով ներկայացնում ենք եւ դատելով առաջին ստենդափից ոնց որ մարդկանց դուր եկել է։ Ոնց որ լավ դուրն եկել է, այնպես որ դուք եկեք, եթե բաց եք թողել, կսպասենք բոլորի տոմսերը ticketsystem.am Համեցեք։ Շատ հետաքրքիր բան ասացիք, ես էլ ուզում զուգահեռ անցկացնել 21 թվի ակնկալիքների իրականություն ու որն է տարբերությունը հիմա փորձենք զգալ, որովհետև իմ մոտ կա տպավորություն, որ մեր ժողովուրդը հյուրասեր է ու անկախ նրանից ով գնում է ջան ջիգեր է տեղանում, հա իհարկե բան, բայց ի վերջո ես չեմ կարող զգալ, դուք կարողանում եք տեղում տենց աչքին նայելով զգալ, որ մասն է իրականում այն ինչ ասում է դա նկատի ունի, որովհետև այ օրինակ կարա շատ լավ վերաբերվի, շատ լավ է վերաբերվում Հայկ Մարությանին, որտեղ գնում է այս տպավորությունը, այ մարդ, այս տղուն բոլորը սիրում են, հեսա վարչապետ է դառնալու, բայց ակնհայտ է, որ տենց ով որ իրան ջան ջիգեր ասում ոչ բոլորն են իրան ձայնը տալու։ Հիմա ժողովրդի այդ բանը սկսել եք զգալ քիմքը, ասեմ թե ինչ ասեմ, ու արդյոք ինչ որ տարբերություն զգում եք 21 թվականից հետո։ Սերգեյ, շատ կզարմանաս, բայց լրիվ համաձայն եմ քո ձևակերպումների հետ։
Ես չեմ զարմանում, շատ խելացի բան ասացի ինձ։ Չէ, որովհետև իսկապես ես նաև այսպես քաղաքական դաշտում, քաղաքական գործիչների շրջանում նկատում եմ այդ միամտությունը, որ դա չափիչ հանգամանք է, որոշիչ հանգամանք է։ Մնացածին չեն սիրում։ Չէ, ոչ թե եթե ինձ սիրում են, մնացածին չեն սիրում, այլ հետևությունները անել բացառապես այն ընդունելությունից, որոնց արժանանում են քարոզարշավի ժամանակ, կամ այն կոմպլիմենտներից, որոնք ստանում են մարդկանցից, կամ այն ոգևորող խոսքերից, որոնք, չգիտեմ, փողոցում քայլելիս կարող են ստանալ։ Դա ինձ համար այո, ցուցիչ չի, բայց ցուցիչ չի, ամբողջական ցուցիչ չի։ Մի քանի գործոններից է բաղկացած լինելու ընտրությունների եւ մասնակցության ցուցանիշը եւ նաեւ հաղթանակը։ Այսինքն իսկապես միայն ելնել նրանից, որ շատ լավ ընդունելության ես արժանանում, շատ լավ գնահատականներ ես լսում, լավ խոսքեր ես լսում, դա բավարար չի հետևություն անելու համար, որ վերջ հաղթանակը ապահովված է։ Ես ավելի կարող եմ սրել մեր զրույցը։ Դուք հիշում եք 2021 թվականի քարոզարշավի վերջին օրը Հանրապետության հրապարակում բազմահազարանոց հանրահավաք էր։ Եվ ես պետքա խոստովանեմ, որ այո, անձամբ իմ անունից կարող եմ խոսել, որ այդ մտայնությունը այո կար, որ վերջ Նիկոլ Փաշինյանը պարտված է, մենք հաղթել ենք, ես դա խոստովանում եմ։ Ես դա խոստովանում եմ, որ ես նայել եմ, բեմից նայել եմ այդ մարդկանց քանակին, այդ էմոցիաներին, եւ ինքս ինձ համար բեմի վրա կանգնած արձանագրել եմ վերջ, ամեն ինչ ավարտվել է։ Всё, Նիկոլ Փաշինյանն այլևս չի ունենալու իշխանություն։ Բայց մենք տեսանք, որ այլ գործոններ աշխատեցին։ Ես չգիտեմ, նաև վստահ եմ դուք եք այդպիսի գնահատականներ լսեք կուլիսներում էլ հաճախ շատ են քննարկում, չէ՞, քաղաքական գործիչները դա, որ այդ բազմամարդությունը, այդ կներեք այս բառի համար կարծինկա ասվածը մարդկանց եւ հատկապես այն մարդկանց, ովքեր ավելի այսպես հակաիշխանական, նախկին հակաիշխանական, այսպես հականախկինական, այսպես գաղափարներ կրող էին, ոնց որ մոբիլիզացրեց իրենց։ Եվ այդ մարդիկ, այո, օրինակ ԿՊ-ի գրասենյակները իսկապես դատարկ են եղել 21 թվականի ընտրությունների ժամանակ, մարդ չի գնացել ԿՊ-ի շտաբեր։ Բայց ինչ որ մի գործոնով, չգիտեմ, ինչ որ մի բան տեղի ունեցավ ըստ էության, այդ մոբիլիզացիան տեղի ունեցավ հականախկինական այսպես շրջանակների մոտ, եւ չգիտեմ, ինչ որ նախկին վատ բարքերի վերադարձի վախը, նախկին մթնոլորտի այսպես վերադարձի վախը ավելի վերդասվեց, քան այն բոլոր գործած հանցանքները, որ Նիկոլ Փաշինյանը գործել էր եւ որը որ այդ մարդը անգամ Նիկոլ Փաշինյանին ընտրելով ինքն իր համար արձանագրում էր։ Այսինքն ինքը իր համար արձանագրում էր, որ Նիկոլ Փաշինյանը հա վատն է, վատ բաներ արել, բայց մտավախություն ուներ, որ այն նախկին, չգիտեմ, Բաքվում, համայնքում ինչ որ իշխանիկներ են եղել, կարող են այդ վատ բարքերը վերադարձնել եւ այսպես նժարին դնելով ավելի բարձր եղավ Նիկոլ Փաշինյանի այդ հաշվի առնելով ես այդ հաշվի առնելով կներես էլի ես ուզում եի շարունակել միտքս այս օրինակը շատ երկար պատմեցի ուզում եի ասել տեսեք մեր գործընկերներից մեկի հանրահավաքն էի նայում եւ շատ լավ այսպես տեսանկարահանում ես էլ դա շատ լավ գնահատում եմ միշտ էլի կադրը, ձայնը, լույսը եւ այլն քաղաքական խոսքից մի կողմ դա նաեւ ինձ համար զուտ մասնագիտական այսպես գնահատման նաեւ տիրույթում է եւ ինքս ինձ համար արձանագրեցի որ դա միևնույն ացուցիչ չի որովհետեւ դուք էլ PR-ից շատ լավ հասկանում եք որովհետեւ ու հետո նայում եմ նաեւ այս շրջանում իմ աշխատանքի այսպես ասած բնույթով տեսահոլովակներ պատրաստել եւ այլն TV-ների հետ աշխատել տեսնում եմ այդ սիրուն այսպես շատ cute այսպես ջահելական հավաքած տեսանյութը Նիկոլ Փաշինյանը մեքենայի կապոտի վրա հետևը վատ ինչ որ ֆոն ինքը շատ սուր քաղաքական խոսք է ունենում հա վատնա շատ վատնա բայց նկատի ունեմ այս բաներն էլ են փոխվել գիտեք տեխնոլոգիաներն էլ են փոխվել մարդկանց ընկալումներն էլ այն մատուցած
նյութերի վերաբերյալ, որոնք որ մենք օրինակ 10 տարի առաջ, 20 տարի առաջ համարել ենք, որ շատ լավն է, շատ ազդեցիկ է, PR տեսանկյունից ինքը շատ աշխատա։ Հիմա պատկերացրեք, դա եմ ասում, ոչ մեկ իր հետևի ֆոնը չի նկատելու, վատ ֆոնը, ինքը ուղղակի ֆիքսվելու է։ Կռիվը հիմա տեսած չլինի, ենթադրենք էս մեր բանից։ Ինքը sense ոնց որ այսօրվա խոսակցության մեջ չի, այսինքն իր այդ շոուն, ինչքան է վատա նկարած կամ բան, այո, ինքը պետքա նայես, must see է։ Իսկ եթե գալիս եմ իմ հարցին, էլի, եթե ձեր ինչ որ ելույթներից մեկը բաց թողնենք, օքեյ է, կարանք շարունակենք քուլերի մոտ շփվել մեր ընկերների հետ ինչ որ օրվա թեմաներից։ Հարցս հետեւյալն է, ինչ հետևություններ արեցիք 21-ից, որովհետև տակտիկական ես փոփոխություններ իսկապես չեմ տեսնում, նույն առաջնորդն է, նույն խոստումներն են։ ես համաձայն չեմ։ Բավականին նույն թիմն է, նույն մոտեցումով, առաջնորդից արդեն բխում է տենց ինչի վրա շեշտադրություններն են, բայց արդեն կա մի հատ ուրիշ կուսակցություն, որը հավակնում է ալֆան լինի ընդդիմության մեջ, ու ոնց որ նույն բանը արել եք, բայց մի անգամ արդեն փորձեցիք ու շանսերը, որ երկրորդ անգամ ավելի լավ կլինի, ինձ թվում է ձգտում են 0-ի։ Նարեկ, ես համաձայն չեմ։ Ինչու՞։ Ինչն եք այլ։ Մենք նույնը չենք։ 5 տարի առաջվա Ռոբերտ Քոչարյանը նույնը չի։ Ինչով։ 5 տարի առաջվա Ագնեսա Խամոյանը, Աննա Գրիգորյանը, Քրիստինա Վարդանյանը նույնը չեն։ Մենք նույնը չենք։ Եվ ժողովուրդը նույնը չի։ 26 թվականի ավելի օքեյ է, եթե հիշում 26 եք։ թվականի Այն ժամանակ, երբ որ կոմիտասով գնում էին նույն ԿՊԱ-ական ինչ-որ երիտասարդներ գնում էին, ավտոներից ինչ ասեց գոռում էին, դա ես տեսել եմ։ Հիմա շատ հանգիստ գնում են, դա էլ չկա։ Մենք մեր օրինակի վրա Ոնց եք փոխվել։ Մեր օրինակի վրա, տես ես համեմատեցի 21 թվականի մեր փորձը, երբ որ համարում էինք, որ վերջ, լայն աջակցություն կար, չէ՞, ցուցանիշները լավն էր, բայց տեսանք, որ արդյունքը լավը չեղավ։ Հիմա նույնը սպառնում է այս իշխանություններին։ Պետք չի խափնվել նրանով, որ մարդիկ համատարած չեն սուլում, չեն հայոյում Նիկոլ Փաշինյանին։ Մարդիկ էլ իրենց համար են հետևություններ անում, դասեր քաղում ու որոշումներ կայացնում։ Ամենակարևոր բանը, այս ամբողջ ընթացքում, որ նաև մենք մեր քաղաքացիներին փորձում ենք համոզել, դա այն է, որ իրենք պատասխան Նիկոլ Փաշինյանի արած հանցանքներին, այն բոլոր ավերներին, դժբախտություններին, կյանքերին, հայրենիքի կորստին, որ բերել է, ես անգամ չեմ խրախուսում, որ Նիկոլ Փաշինյանին օրինակ տեսնեն ազդանշանով, չգիտեմ, ինչ-որ մի բան անեն, հետո այդ մարդուն տանեն, նստացնեն, դրա ՕԳԳ-ն ես լավ չեմ կարողանում իսկապես հասկանալ։ Ես գիտեմ, որ մտածված է այդ մարդը, բնական ռեակցիա։ Չէ, ես գիտեմ, որ օրինակ մի հատ ռադիկալ մասսա կա, որ համարում է, որ դա է ամենաճիշտ եւ արդյունավետ մեթոդը Նիկոլ Փաշինյանից վրեժ լուծելու համար։ Ես ներողություն եմ խնդրում, 1000 անգամ ներողություն եմ խնդրում, ես դա այդպես չեմ համարում։ Ամենաճիշտ պատասխանը քաղաքացու դա լինելու է հունիսի 7-ին ՔՎԱԽ-ցիկում։ Բայց իմ հարցը չպատասխանեցի։ Ես պատասխանելու եմ ձեր հարցին։ Ես պատասխանելու եմ ձեր հարցին, կարճ անդրադարձա, բայց բացվածքը չտվեցի։ Ամենակարևոր բանը նաև այս ընթացքում, որ մենք փորձում ենք մեր քաղաքացիներին բացատրել, հասկացնել, դա երկու բան է։ Որ իր պատասխանը պետքա տա հունիսի 7-ին ՔՎԱԽ-ցիկում եւ անպայման մասնակցի ընտրություններին։ Ես չգիտեմ, օրինակ մեր քարոզչության քանի տոկոսն է այն, որ մենք ասում ենք, որ դու պետքա գնաս մասնակցես ընտրություններին, եւ քանի տոկոս, անգամ հարաբերակցությունը չեմ կարող ասել, եւ քանի տոկոսն այն, որ գնա եւ ձայն տուր մեզ։ Ես կարծում եմ, որ մեր մյուս բոլոր ընդդիմադիր գործընկերներն էլ, բոլորը հասարակական, քաղաքական, չգիտեմ, շոու բիզնեսի կլինի, բլոգերներ կլինի, բոլորը մի կոչ պետք է անեն քաղաքացիներին, գնալ եւ մասնակցել ընտրություններին։ Հիմա մեր մասով մենք իսկապես նույնը չենք եւ ժողովուրդն էլ նույնը չի։ Եվ ես համաձայն չեմ այն գնահատականի հետ, որ դուք ասում եք նույն բաները, ինչ ասում եք 21 թվականին։ Բայց ես մի ցավոտ արձանագրում կարող եմ անել։ Այն զգուշացումները, որ մենք տալիս էինք 21 թվականին, ցավոք իրականություն դարձավ։ Հետ պատերազմյան շրջանի մենք ասում ենք, որ Արցախը կորցնելու ենք։
ամբողջությամբ կորցնելու էինք ու կորցրեցինք Արցախը։ Մենք ասում ենք, որ այս իշխանությունները եթե մնան, նոր կյանքեր ու հայրենիքի կորուստ է արժանալու, եւ այդպես էլ եղավ։ Ես մի քանի օր առաջ, չգիտեմ, ես մեր հաղորդումը երբ է եթերներ արձակվելու, Կիրակի օրը արդեն բավականին անցած կլինի։ Հանրային հեռուստաընկերությունը հրաժարվել է եւ հռահի ցուցումով մնացած բոլոր հեռուստաընկերությունները ժողովրդավարության բաստիոնում։ Սա հիշեցնում եմ, ժողովրդավարության բաստիոն հրաժարվել է ցույց տալ մեր քարոզչական տեսահոլովական, որը AI-ով պատրաստված է, AI-ով պատրաստված է, համապատասխան նշում դրա մասին տեսահոլովակի վրա բնականաբար կա, դա օրենքի պահանջն է, եւ մենք նկարագրում ենք այն իրականությունը, այն Հայաստանը, որտեղ որ մենք ապրելու ենք, եթե Նիկոլ Փաշինյանը նորից վերընտրվի։ Ես ցավով եմ դա արձանագրում, իսկապես շատ ծանր է այդ տեսարաններին նայել, հաղորդումից հետո կարող եմ ցույց տալ եւ տեսնեք, բայց պարզապես որոշել են, որ դա ազդեցիկ բան է եւ ուղղակի օրենքի խախտումով վիճարկելու ենք բնականաբար դատարանում։ Դե վիճարկեք երևի հունիսի 8-ը։ Հասկանալի է, բայց օրենքի խախտումով կհենք նաեւ դիմել, բայց օրենքի խախտումով արգելել են այդ տեսահոլովակի ցուցադրությունը։ Բայց հիմա այդ եմ ուզում ասել, բայց այդ դրան ենք հասնելու, եթե նորից այդ գիտակցումը չլինի։ Ես գիտեմ, որ մեղադրանքներ կան մեր հասցեին, թե ինչի չեք կարողացել անել իշխանափոխություն, նույն 21 թվականի ընտրությունների ժամանակ։ Եվ շատ իրավաչափ Կամ 21 թվականի ընտրություններից հետո։ Գիտեք, վերջերս նախագահ Քոչարյանը ինտերվյու էր տալիս մեր գործընկերներից մեկին, եւ կադրից դուրս բնականաբար հետևում եմ ինտերվյուին եւ ասում է, այսպեսի հարց է տալիս, ասում է, այ կար տպավորություն, ավելի հեռուն է էլի գնում, ասում է, այ կար տպավորություն, որ 21 թվականի ընտրությունների ժամանակ իրականում դուք չցանկացաք վերցնել իշխանությունը, որովհետեւ գիտեիք, որ նոր հանձնելիք, այսպես ասած, տարածքներ կա։ Ու մարդը, ես գիտեք, այսպես նստած մտածում եմ, նախ ինձ համար իսկապես հավեշտալի է այդ մեղադրանքը, որտեղ առհասարակ հրաժարվում են մի բանից, որը ունեն։ 21 թվականին չի եղել այդ մանդատը։ Իշխանության մանդատը չի եղել, որից որ մենք հրաժարվել ենք։ Իսկ մենք արել ենք ամեն ինչ, որ վերցնենք իշխանությունը։ Ու ինձ համար գիտեք ինչ արձանագրում այդ մահին արեցի։ Ասում եմ, ինչով է էլի այսպես խաղի մեջ մտել, կամ հետո մի հարց էլ կա, ընդհանուր այն հարցերն է, որոնք այսպես օդում կան, չէ, տրվում են կամ չեն տրվում դրանք։ Ասում եմ, եւ կա տպավորություն ինչ որ շրջանակներում օդի մեջ, որ այ դուք նաեւ Նիկոլ Փաշինյանի հետ ինչ որ թելերով համագործակցում եք եւ այլն եւ այլն։ Ու ես նստած մտածում եմ, ասում, լավ, ո՞նց է համագործակցում էլի այս մարդը, բանտ նստելով է համագործակցել, պայքարելով է համագործակցել, իր խրամատը չլքելով է համագործակցել, ու նույն մեղադրանքը կա նաև մեր հասցեին, որ ինչի մենք 21 թվականին չկարողացանք վերցնել իշխանությունը։ Բայց եթե նաև նայենք նույն թեկուզ Գյումրիի օրինակով կամ Էջմիածնի ընտրությունների օրինակով, եթե այլ քաղաքական ուժեր եւս կարողանային ձայներ հավաքել, շատ հավանական կլիներ կոալիցիոն համագործակցությունը եւ իշխանությունը իսկապես հնարավոր կլիներ այդ ձևաչափով ըստ էության ձևավորելու։ Ամենաշատը սրանք ինչից են անհանգստացած, չէ՞, ամբողջ քարոզչական խոսույթը մեկ ամիս շարունակ ասում է Ժողովուրդ ջան, սրանք Գյումրի 2 են ուզում անեն, սրանք Գյումրի 2 են ուզում անեն։ Ես ինքս ինձանից նեղացած եմ եղել 21 թվականին, որ մենք չենք կարողացել վերցնել իշխանություն, որտեղ ես այսպես իմ համար երկրորդ տարբերակ, երկրորդ սցենար պարզապես գոյություն չունի։ Շատ անձնական իրականում բան եմ ասում, շատ անձնական բան եմ ասում, բայց ես ֆիզիկապես 2 օր չեմ կարողացել այսպես տնից դուրս գալ։ Այսինքն այդ ապրումները մեր մոտ էլ ա եղել, որ այդպես եղավ, բայց եղավ։ Հիմա այդ բոլոր սխալներից մենք պետքա դասեր քաղենք, հետևություններ անենք։ Այո, չոգևորվենք, որ մարդիկ մեզ տեսնում են, մոտենում են, պատճում են, գրկում են, ինչ որ բան են նվիրում, ամենակարևոր բանը կարողանալ լայն շերտերին, ամենակարևորը լայն շերտերին բացատրել, 1. մասնակցել ընտրություններին, 2. ընտրել ճիշտ թիմի։ Իսկ մենք բնականաբար համարում ենք, որ ճիշտ թիմը այն թիմն է, որը ներկայացնում է Հայաստան դաշինքը։ Ես լիահույս եմ,
Հիմա որ նկարահանվում ենք, արդեն հաղորդագրություն տարածեցին, որ քրեական գործ են Նարեկի նկատմամբ հարուցվել այլ քաղաքացիություն ունենալու մասով ու մենք վստահաբար եւ կարծում եմ այլ ընդդիմադիր գործընկերներ եւս վստահաբար իրենցից պակաս մտահոգված չենք, որովհետեւ հասկանում ենք, չէ, որ այստեղ նայեք, խնդիրը նա չի, որ ով կլինի առաջին ընդդիմադիր ուժը խորհրդարանը, դա ոչ մի բան չի փոխում։ Ես ձեզ վստահեցնում եմ, մի քանի մանդատ ավել, մի քանի մանդատ պակաս, եթե համանդրական մեծամասնություն են ձևավորելու, դա բացարձակապես որևէ բան չի փոխում։ Ես վստահեցնում եմ այսինքն այդ ամբիցիան չկա էլի մեր մոտ, որ անդադ այդ արհեստական օրակարգ իշխանություններին հետո ես նկատում եմ որ որոշ ընդդիմադիր այսպես ուժեր դա վերցրած այսպես ինչ որ թեզեր էին շրջանառում, բայց հիմա ինչ եմ ուզում ասել, պարզ է չէ որ մեր համար շատ ավելի դժվար է լինելու, եթե օրինակ ինչ որ սցենարով, իսկ այդ սցենարը վստահաբար կա, չէ, ընտրությունների մասնակցությունը ուժեղ Հայաստանի օրինակ կասեցնեն։ Նաև Նիկոլ Փաշինյանը երեք չգիտեմ տեսել եք, որ լրտեսների մասին հայտարարություն էր անում, առասարակ այս քրեական գործերով տպավորությունա, որ ինչ որ բանի հող են, չէ, նախապատրաստում։ Ես չգիտեմ դա կանի թե չի անի։ Բայց ես վստահ կարող եմ ասել, որ մենք վստահաբար իրենցից պակաս անհանգստացած չենք, որ եթե մեր խոշոր ընդդիմադիր գործընկերներից մեկի նկատմամբ որևէ process տարվի։ Դե վсё, բաչո, վաղվանից դու ըմբշամարտի ֆակուլտետի ուսանող ես։ Բայց ես IT-շնիկ էի ուզում դառնալ, Python, Java։ Լավա, իսկ ընտրությունների գնացել ես։ Չէ, խառն էի։ Այ որ ընտրությունների չես գնում, ընտրում են քո փոխարեն։ Դե գնա մտի գրնոյի մոտ։ Չէ, կգնամ ընտրությունների, կգնամ, վաղը։ Իրականում ահագին բան, որ ասացիք, ես էլ մեջով անցա, զգացի, որովհետև 21-ի ընտրություններից հետո այդ շոկը, այդ բանը, ինձ թվում է շատ մարդկանց մոտ էր ու մի հատ էլ թեզ ասացիք, որը շատ եմ լսել տարբեր բավական լուրջ տենց փորձագետների մոտ կողմից, որ այս հատուկ նենց է կազմակերպված, որ հələ ստորագրելու բաներ ունի, հանձնելու բաներ ունի, պետք է դա հանձնի ստորագրի, հետո նոր Իրան բարի տան, փոխեն ու գա այդպես բան։ Այդ թեզը ենթադրում եմ դուք եք չէ՞ տարբեր տեղերից։ Այսինքն 21-ի այդ թեզը հիմա 26-ի վրա է պրոյեկտվում, ճիշտ հասկացա։ Հիմա դա փչվեց, որովհետև եթե այն ժամանակ այդ դրանից կարճելու տեղ էր, որ այս հատուկ արած, որովհետև դեռ ինչ որ բաներ կա հանձնելու, հիմա բայց ինքը ասում թեզի ֆանատները հիմա է կարան ասեն, այ հիմա է իսկական բանը։ Չէ, ես հավատ, բայց հիմա ինքը ասում է, ես Հիմա էլ անում կա այդ եմ։ թեզը։ Չէ, ինքը հիմա ասում է, ես տալու եմ, այո, ես ստորագրելու եմ։ ինքը Ինքը սահմանադրել հայտարարել։ առաջացնում, ախր դա պրոբլեմը։ Ես ցավում եմ, որ իսկապես դա ռեզոնանս չի առաջացնում, բայց քարոզարշավի ժամանակ մի շաբաթ առաջ 3 տեղանուն նշեց, որոնք որ ադրբեջանական տարածք են եւ որոնք որ հանձնվելու են։ Ինչքան հասկանում եմ, դա եթե կոնտեքստի մեջ նենք նկատի ունի սովետական քարտեզով, որը որ սովետական քարտեզով էս կոմնա, որ էս կոմնա, այն կոմնա, նաև Արցվաշենը պետքա որ վերադառնա այդ կոնտեքստում, այսինքն եթե մենակ փոխանակվի։ Սերգեյ, հասկանում եմ, բայց 8 տարի շարունակ, լավ, 2020 թվականից հետո ինչու որևէ քննարկում չի ծավալվում, որևէ կտոր մեզ տալու հետ կապված։ Որտեվ պարտվել ենք։ Ինչի են բոլոր քննարկումները։ Դարը ստիպում եք դարը Ես բաներ հասկանում եմ, չէ, ես հասկանում եմ, որ պարտվել ենք, բայց նաև երկու կողմերը ուզում են խաղաղություն կնքեն, չէ։ Երբ որ հաղթող կողմ է լինում, օրինակ Ռոբերտ Քոչարյանը հաճախ պատմում է, թե ինչպիսին էին հարաբերությունները այն ժամանակ Հեյդար Ալիևի հետ, երբ որ մենք էինք հաղթող կողմը եւ արժանապատիվ ենք մեզ պահել։ Ես հիմա այնպես չի, որ ակնկալում եմ, որ Ադրբեջանը իրան պետքա արժանապատիվ պահի, ոչ թե իմ ակնկալիքների մասին է խոսքը, այլ խոսքը նրա մասին է, որ շատ լավ ընդունում եմ ես այդ իրավիճակը, որ պարտվել ենք։ Բայց գոնե մի բան, չեմ խոսում տարածքների մասին, չեմ խոսում սահմանադրությունը պետքա փոխվի, չպետքա փոխվի, միայն մեր մոտ պետքա փոխվի, թե Ադրբեջանի մոտ պետքա փոխվի, որտեղ իրենց սահմանադրության մեջ էլ տարածքային պահանջներ կան մեր նկատմամբ։ Լավ, գոնե մի մարդասիրական հարց։
կարող է լուծվել, թե չի կարող լուծվել։ Գերիների մասին։ Հիմա արդեն էմպիրիկ Այսինքն ինչքան պարտված ենք, մենք պարտված ենք, թե մեզ անընդհատ ծնկի են ուզում բերել։ Ես այսպես իդեալներ, ռոմանտիկ ինչ-որ պատկերացումներ, կյանքի, չգիտեմ, աշխարհի, երկրների, ղեկավարների փոխհարաբերությունների, աշխարհակարգի մասին, այդպես ինչ-որ վաու, չգիտեմ, ինչ պատկերացումներ չունեն։ Շատ հողի վրա եմ, բայց նկատի ունեմ, այդ եթե պարտվել ենք, շատ լավ, եւ երկու կողմերը հայտարարում են, որ մենք խաղաղություն ենք հաստատում։ Հողի վրա շատ բաներ կարող է, այո, հոգուտ մեծ չլինել։ Մենք կարող ենք օրինակ դրանից չշահել։ Նույն սահմանազատումը միշտ այնպես է դասավորվում, որ մենք ենք տարածք տալիս։ Երկու սահմանադրությունների մեջ էլ ընդունենք տարածքային պահանջներ կամ մեկ-մեկի նկատմամբ, բայց մենք ենք մեր սահմանադրությունը փոխում։ Ադրբեջանը շարունակ խոսում է ադրբեջանցիների բնակեցման մասին, մեր իշխանությունները ասում են վայ, հանկարծ արցախցիների վերադարձի միջազգային իրավունքի մասին ծպտուն անգամ չհանեք։ Այդ նշանակում է, որ մենք կռիվ ենք հրահրում։ Այդ ամբողջը դնում է մի կողմ։ Բայց մի հատ մարդասիրական հարց։ Անկախ նրանից քո պարտված կարգավիճակը ինչպիսին է եւ դու ինչքան ծնկած ես։ Մի հատ մարդասիրական հարց կարելի է հասնել լուծել թե չէ։ Այդ չի նշանակում, Սերգեյ, այդ չի նշանակում, որ դու ուրեմն ի վիճակի չես որպես պարտված երկրի ղեկավար որևէ բան անելու։ Դրա համար եւ 21 թվականին ենք ասել, եւ 26 թվականին հիմա ենք ասում, որ իրավիճակը պարտված լինելով հանդերձ մի բան է, երբ որ երկրի ղեկին դեռ պարտված ղեկավարն է, այն մարդը, որին Ալիևը ինչ ասես չի ասեն, բոլոր ձևերով ստորացրել է, ոչ միայն Իրան է ստորացրել, մեր հասարակությանն էլ է ստորացրել, էլ հիվանդ է ասել, էլ չգիտեմ ինչ է ասել։ Ասում ենք իրավիճակը պարտված երկիր, պարտված ղեկավար մի բան է, պարտված երկիր նոր ղեկավար այլ բան է, դա ենք ասում։ Այսինքն հնարավոր է ինչ-որ բաներ փոխել, հա, հասկացանք պարտվել եք, հասկացանք։ Ես համաձայն եմ։ Ընդունեցինք։ Ու այնպես էլ չի, որ ասում ենք մյուս կողմից կներես, մի նախադասություն էլ ասեմ, ու այնպես էլ չի, չէ, որ ասում ենք չգիտեմ, օրինակ Քարոզարշավին հետևում է ինչ-որ ռադիկալ կոչեր անող, թեպետ մի տեխնացուկա կարծում ասում էր, որ Աֆրիկայից թե որտեղից 80,000 քենիացիները գալու են Արցախը ազատագրել են։ Բացի այդ մի հայտարարությունից չեմ տեսել մի ուժ, որը ոչ adekvat ինչ-որ հայտարարություններ անի։ Օրինակ ասի, որ հունիսի 8-ին ես հաղթելու եմ, զենք զրահը վերցնելու եմ, ժողովրդին էլ կոչ եմ անելու, գնում ենք Արցախը ազատագրենք։ Ես բոլոր քաղաքական գործիչների մեծամասամբ բոլոր ելույթներ լսում եմ, adekvat մարդիկ են։ Հասկանում են, որ այսօր, վաղը, մյուս օրը, մի տարի հետո հնարավոր չի վերադարձնել Արցախը եւ չեն խոսում Արցախի վերադարձի մասին։ Հասկանալով նաև խոսքի պատասխանատվությունը, բայց լավ Արցախի հայերի վերադարձի իրավունքի մասին խոսելը դա ինչ մի պատերազմ հրահրել է։ Եվ այսպես YouTube-ի մոնետիզացիան գալիս է Հայաստան ու եթե դու մտածում էիր, որ ճիշտ կլինի ինչ-որ հաղորդում, ոդկաստ սկսեմ YouTube-ում, այդ մոմենտն է։ Բանն այն է, որ մեր Spin IDS Agency-ն զբաղվում է YouTube-ի հետ կապված բոլոր հարցերով, այնպես որ զարգացնել, շատացնել, մոնետիզացնել, սկսել հաղորդում, փոխել հաղորդում, ավելի լավը դարձնել հաղորդումը, համեցեք Spin IDS։ Ցանկացած ոճի, ճաշակի, տաղավար, փոքր, մեծ, շատ մեծ, լսարանով, առանց լսարանի, մի խոսքով ամեն ինչ տեղ ունենք, ինչպես եւ մարքեթինգային ծառայությունների ողջ ցիկլը։ Ձեր ոդկասթի ստուդիան կարող է ունենալ այս տեսքը կամ այս։ Հիմա պատկերացրեք, որ մենք ունենք 9 այսպիսի ստուդիա, այսինքն 36 տարբեր դիզայն ըստ ձեր ճաշակի։ Ու սրանք դեռ փոքրերն են, ունենք նաև մեծ ստուդիաներ ավելի մեծ նախագծերի համար։ Բարև ձեզ, սիրելի YouTube-ա։ Հոп, այս տաղավարը արդեն վերցրած է։ 21-րդ դարում քոնթենթը արքա է, որ ոլորտից էլ լինեք՝ ֆինանսներ, իրավաբանություն, քաղաքականություն, արվեստ կամ ուրոլոգիա։ Հոп, ուրոլոգիան արդեն զբաղված է։ Դուք ունեք արժեքավոր ասելիք։ YouTube պրոդյուսերները հատուկ ձեզ համար կանցկացնեն հետազոտություն եւ կգտնեն լավագույն ֆորմատը։ Մեր ամենազբաղված հաճախորդները կարող են գալ ամիսը 1-2 անգամ կամ նկարահանվել live ֆորմատով։ Կներեք, այնուհետ Spin-ի post-production թիմը կմոնտաժի ձեր հաղորդումը։
դիզայն թիմը այն կփաթեթավորի, մարքեթինգային թիմը կզբաղվի առաջխաղացմամբ սոցհարթակներում, իսկ մասնագիտացված YouTube թիմը, որից երկրում այլևս չկա, իր ձեռքը կվերցնի ձեր ալիքի կայացումը։ Bean Ideas Agency-ում մենք հաշվի ենք առել ամեն մանրուք ձեր ժամանակը խնայելու եւ արդյունավետությունը բարձրացնելու համար։ Ես չգիտեմ, ես ուզում վերադառնամ ձեր այդ ասացին, որ տրամաբանական չէ, հա, որ հաղթած պարտված, նույնիսկ ինչ որ եթե իրոք դեպի խաղաղություն ա գնում, մարդասիրական ինչ որ տենց ողջամիտ նույնիսկ էլ ինչ որ բան քայլ չի արվում։ Ես ինքս դրա մասին շատ եմ մտածել ու մի կողմից ենթադրում եմ, որ քանի որ մյուս կողմը ինքը կլասիկ դիկտատուր, դաժե դիկտատուրա չէ, էլի տենց ինչ որ կարիկատուրնի դիկտատուրա, որը չի նույնիսկ եվրոպացիները չեն պատկերացնում ինչ տիպի տոտալիտարիզմի հասնող դիկտատուրա է ու այնտեղ вообще մտածելակերպը ոնց է, այսինքն դու լրիվ այլ ձևով մտածող տարօրինակ ինչ որ ֆորմատով միավորի ես, չեմ ուզում այդ բառը ասեմ, մի խոսքով անհարմար վիճակի մեջ։ Մյուս կողմից էլի ահագի վերլուծել եմ, դե այնտեղ էլ պետք է լինեն, չգիտեմ, ինչ որ ստրատեգներ, հա, ու game theory կա, դից խաղերի տեսություն, որտեղ քո ամեն քայլը դիմացինի քայլը ինչ որ բան է բերում, պետք է հաշվարկես նենց քայլեր, որ մաքսիմալ օգուտ է բանալի։ Իրանց նույնիսկ այդ տեսանկյունից, որ իրանք ինչ անեն, ինչ օգուտ կստանան, այդ տեսանկյունից էլ չեն անում քայլեր, որոնք իրենց օգուտ կբերեն թեկուզ միջազգային մակարդակում հումանիտար տեսանկյունից ինչ որ քայլեր չեն անում, որոնք իրանց էլ բան կլինի։ Ու մտածում, արա խի չեն անում այդպես ողջամիտ քայլեր դեպի խաղաղություն ու միակ բանը, որ գտնում եմ, դա sense ուղղակի շատ է երկար խորացել, կարող է խորացնել, որ մի բան մենք 30 թե ինչքան քանի տարի ենք եղել պարտված եւ ինչքան շատ են մեր վրա կայֆավատ եղել, մեզ տենց տարբեր տեղեր նվաստացրել բան, դե գոնե մի 10 տարի էլ մենք տենց վայելենք, տենց հահա բան ենք, ինչ որ տենց հոխորտանք բաներ անենք, որ ինչ որ բան լինի, այսինքն ինչ որ մանկական ինչ որ տրավմայի անառողջ հոգեբանական բան եմ ասում, բայց իմ պսիխոանալիզը դա է ցույց տալի, իմ պսիխոանալիզը, որ ուղղակի մտածում եմ մի վայրկյան, որտեվ որ մտածում մենք էլ հենց արում կոմեդիով այդ բանի վրա այնքան շատ ենք տժացել, որ հա 20%-ը իրանց չկա, բան, հա, այտենց Ադրբեջանը տոնում է Արցախը վերադարձնելու սպառնալիքի 20,000-րդ սպառնալիքը այտենց բան ինչ որ կարող է այնքան շատ ենք տժացել, որ այդ ինչ որ այտենց աննորմալ տրավմա է թողել, որ իրանք չեն կարողանում այդ տրավմայի տակից դուրս գան, մեկը մեզ չեն ընդունում որպես պարտված, մեզ ընդունում են որպես թեկուզ հոգեբանորեն հաղթած, դրա համար sense ուզում են մաքսիմալ քամել այս վիճակից, ինչը ողջամիտ չի, ռացիոնալ չի, բայց ուրիշ բացատրություն չեմ գտնում։ Այս պատասխան չեմ ակնկալում, ուղղակի դες կիսում եմ։ Բայց կարող եմ արձագանքել։ Հա։ Ես կարծում եմ, որ շատ ռացիոնալ են իրենց հաշվարկները։ Ես կարող է այդպիսի բան լինել, չգիտեմ, հատկապես այսպես Իլհամ Ալիևի մոտ, չգիտեմ, հոր առաջ ունեցած sense պարտավորություն, չգիտեմ, չեմ կարող այդպես հոգեթերապիայի իրանց ենթարկել, թե ինչա կատարում իր հետ, ընտանիքի հետ, բայց ես կարծում եմ, որ շատ ռացիոնալ է իրանց հաշվարկը։ Ну, որն է շահը։ Շահը նայա, որ դու օրինակ ասում ես, որ օրինակ կարող են չէ գնալ խաղաղության, եվրոպացիներին դուր գալ, միջազգային կառույցների հետ հարաբերությունները ավելի կարգավորել, ոչ թե մի օր այս կառույցից են դուրս գալիս, մի օր այն կառույցից են դուրս գալիս։ Իրանք արել են իրանց այդ քայլը խաղաղության պայմանագիրը նախաստորագրելով։ Հիմա իրանք շատ լավ հասկանում են, որ շատ ավելին կարող են տանել։ Շատ ավելին կարող են տանել։ Ու ոչ միայն թղթի վրա արձանագրված, նաև բանավոր պայմանավորվածությունների միջոցով։ Դուք հիշում եք, որ 2018 թվականի ընտրություններից առաջ պայմանավորվել էին, հետո Նիկոլ Փաշինյանն էլ դրա մասին ի դեպ հայտարարեց, որ ընտրություններից առաջ չեն կրակել ու այդպես էլ եղել էր։ Հա, ճիշտ։ Իրենք բանավոր պայմանավորվածություններով շատ ավելին կարող են հասնել, քան գրավոր թղթի վրա նախաստորագրված փաստաթղթով։ Այսինքն իրանց համար, գիտես, մեկ-մեկ ես կողքից այսպես որ նայում եմ մեր խոսույթը, այսպես երրորդ աչքով միշտ փորձում եմ անալիզի ենթարկել,
Ասում լավ, ասում մարդը կարող է մտածի, որ ինչա չափազանցնում էլի, որ Իլհամ Ալիևին պետք է որ իշխանության Հայաստանում լինի Նիկոլ Փաշինյանը, այսպես ինչ որ մարդու հավատ կարող է չգալ, չէ՞, այդ ձևակերպումների գժի տպավորություն կարող ես, չէ, տես մարդու դու իրադարձությունների, այսպես ինֆորմացիոն կիզակետում ես, դու նայի այն միջին վիճակագրական հայ մարդու, որը անտարբեր է լուրերի նկատմամբ, ինքը այսպես հասկանաս չի կարողանում պատկերացնել, որ հայ մարդը եւ այսպես ադրբեջանցին, Հայաստանի ղեկավարը եւ Ադրբեջանի ղեկավարը կարան այդպես լավ լինեն իրար հետ։ Ադրբեջանի ղեկավարին պետքա որ Հայաստանի ղեկավարը այսինչ մարդը լինի, ինչ որ բանակցություններ, կապեր, պայմանավորվածություններ, հասկանաս, այսինքն միջին վիճակագրական հատկապես այս քաղաքական process-ների նկատմամբ անտարբեր մարդու համար մի քիչ դա անգամ կարող է ես այդպիսի մարդկանց հետ շփվել եմ, այնտեղից եմ ասում, հա, իրենց համար տարօրինակ է այս խոսույթը, համ տարօրինակ է Նիկոլ Փաշինյանի խոսույթը, համ տարօրինակ է անդիմադիրների խոսույթը, չեն հավատում, հասկանում ես։ Մենք որ ասում ենք, այս իշխանությունները անում են բոլոր պահանջները, կատարում են բոլոր պահանջները, որ Իլհամ Ալիևը դնում է իրենց արչև ու ոչ մի բանի արչև չեն կանգնում, այդ մարդը չէր հավատում, ասում ոնց հայ մարդը ոնց կարա կատարի Ադրբեջանի պահանջները, հասկանու՞մ ես։ Իրաց մոտեցումը, որտեվ այս քո նկարագրածը ոնց որ բայց դա այդպես է։ Գնաս խանութ, ասես ավտոն ինչ արժի, ասեն $10,000։ Ասես ի՞նչ լավ գին է։ Հետո դրանից մի վայրկյան հետո որ զեղչ ուզես, այդ վաճառողը զեղչ անելու է, իհարկե չէ։ Դու արդեն ոնց որ սա քարտերը ցույց տվեցիր։ Բայց այս ունենալով նկատի ունեմ ոնց է որ ընդդիմությունը sense չի հավակնում սրբի տանի էս իշխանությանը։ Ախր ձեր մոտ sense տուզերի ինչ բաժանել են, սախ տուզ է ձեր ձեռքը, դու Flash Royale ունենալով ոնց չեք հաղթում եւ հետ գնալով այդ 21 թվականի բանին, այդ ապոկալիպտիկ տեսլականը, որ sense հորիզոնի վրա կար, համաձայնվեք մի քիչ ավելի ապոկալիպտիկ է, որտեղ նախ ամենավատ բանը այդ տեսանից ինչպես պրինցիպ եղել է, շոկը շատ էր։ Շոկը իր հերթին, բայց ամենավատը որն էր, որ կարանք Արցախը կորցնենք։ Հիմա այդ արդեն արձանագրված է։ Պատերազմը մարդկանց համար այլևս ավարտված էր եւ ունեինք այն ինչ։ Դե հիմա մենք էլ ենք իդեպ միանում։ Եվ շոկը այդ գիտակցումը մթագնում էր։ Ես համաձայն չեմ որ Արշավին մենք էլ ենք միանում ու ռոլիկներ ենք նկարում, որ գնացեք ընտրություններին բան, բայց ես իմ մեջ մտածում եմ, որ շատ ավելի վատ մասնակցություն ալնել, որովհետև այն ավելի վճռորոշ ընտրություն էր, քան սա։ Ես համաձայն չեմ, կներեք։ Ես իսկապես համաձայն չեմ, որովհետև ես կարծում եմ, որ 21 թվականի շոկը շատ մեծ էր ու եւ մասնակցության վրա եւ արդյունքների վրա վճռորոշ դեր է խաղացել հենց այդ շոկը։ Ես տեսնում եմ դա, որ հիմա մարդիկ շատ ավելի նախ սթափ են կարողանում դատել։ Իրացիոնալ էր ըստ էության 21 թվականի ընտրությունները։ Ես տեսնում եմ, որ մարդիկ իսկապես սկսել են կարևորել նաև իրենց ձայնը։ Գիտեք, Նիկոլ Փաշինյանի այս հիստերիկ նաև բեմականացումները, ներկայացումները ինչի են։ Օրինակ, խոսում էինք մի քանի օր առաջ ընկերներից մեկի հետ, ասում ոնց ինքը չի հասկանում, որ իմիջային տեսանկյունից իրեն վնաս է կնոջը քաշել ասել արիստեղ ռոբը Սերժը չգիտեմ ինչը հասկանում եք, ասում ոնց չի կարողանում ինքը հասկանալ, որ իմիջային տեսանկյունից դա իր համար վատ է։ Ինքը ավելի լավ է հասկանում, քան որտեղ վնաս չի։ Ես համաձայն եմ, որովհետև երկու հարց է դրանով լուծում իմ կարծիքով։ Նախ մոբիլիզացումը իր ընտրազանգվածին եւ երկրորդ ավելի ավանում քաղաքականությունից բոլոր են մարդկանց, ովքեր կես քայլ մոտեցել են քաղաքականությանը եւ ցանկանում են մասնակցել ընտրություններին կամ ինչ որ բանի վերաբերյալ ուզում են կարծիք ձևավորել, կարծիք հայտնել, այսինքն այդ զզվանքի, կներեք այս բառի համար, ներողություն եմ խնդրում, այդ զզվանքի բանն է առաջացնում քաղաքականության հանդեպ, այսինքն մարդը որ նայ, ասի, ես ինչա կատարվում։ Մասնակցություն։ Այո, ես դրա համար եմ ասում, ինքը հաշվարկում է, այո, բայց մեր գործն էլ դրա համար մեր նկատի ունեն բոլոր ընդդիմադիր քաղաքական գործիչների, հասարակական գործիչների, մեր բոլորի լրագրողների, բոլորիս գործը պետքա լինի հակազդել դրան ու թույլ չտալ, որ ինքը իր համար ապահովի ցածր մասնակցություն, որի պարագայում իր ընտրվելու շանսերը ավելի մեծ են, քան
մեծ մասնակցության դեպքում։ Դրա համար ամեն ինչ պետք է անենք եւ մենք էլ մեր խոսույթի երևի չգիտեմ 70-80% ավելի շատ ուղղված է նրան, որ մարդիկ գնացեք եւ մասնակցեք ընտրություններին։ Ձեր ձայնը տվեք այն քաղաքական ուժին, որ վստահեք, որ հաղթահարելու է շեմը անցողի կա խոշոր միավորա, մի փոշիացրեք ձեր ձայնը եւ չգիտեմ, ես ուզում եմ այս ողջախոհությունս չկորցնել, բայց ես լիահույս եմ, որ այս ընտրություններում չենք ունենա այն պատկերը, ինչ ունեցան 21 թվականի ընտրություն։ Ես տեսնում եմ դա։ Ես այդ օդի մեջ դա զգում եմ։ Օպա, Էս ի՞նչ է։ ինչ որ բան են չի։ Ոչ մի բան այն չի, ես էս բան չի ուզել։ Իսկ դուք ընտրությունների մասնակցել եք։ Ես զբաղված մարդ եմ, չէ, вообще ինչ կապ ունի, դու թեման մի փոխի։ Սիրելի փրչոտ, բանն այն է, որ եթե չեք մասնակցում ընտրությունների, ընտրում են ձեր փոխարեն ամեն ինչ։ Սաներվածքը Շուտ լավ ստացվել աղջիկներին դուր կգա։ Կանեմ քաչարացնում։ բարիգունց Տպավորություն եմ ուզում ստանալ ձեզանից կապված մարդկանց հետ շփումների, ակնկալիքների հետ, որոնք են ավելի շատ գերիշխում իրենց բարձրացած հարցերի մեջ կենցաղային, այսինքն սոցիալական, չգիտեմ, նպաստա, փողա, թոշակը եւ այլն, թե գլոբալ անվտանգային, որտեղ հիմա ոնց որ մի քիչ դմրացած տպավորություն է թողնում այդ գլոբալ անվտանգային մասը, մարդիկ ավելի շատ դեպի կենցաղային խնդիրներ են գնում եւ նույնիսկ ընդհանուր, եթե խոսում ենք Արցախի վերադարձի իրավունքի մասին, դա ինչ որ պահի ինձ թվում է դիմությունը զգաց, որ դե ժողովուրդը ոնց որ դա չի իր առաջնահերթությունների մեջ ցավոք սրտի կամ չգիտեմ ներառել, ոնց որ ժողովուրդը ավելի շատ, ավելի པարզ կենցաղային հարցեր է բարձրացնում ու դեպի դա դուք զգում եք այդ անցումը գոյատևմանից դեպի կենցաղային հարցեր։ Տես, միջև քարոզարշավի սկսվելը ես չգիտեի այդ հարցի պատասխանը։ Առհասարակ արձանագրել էի, որ օրինակ չգիտեմ, տեսահոլովակ ես ինչ որ նկարում, ինչ որ հարցի մասին ես խոսում, միշտ գույքարկի թանկացում 26 անգամ ռոլիկ էի նկարել վերջերս, 26 անգամ գույքարկը օրինակ թանկացել է 22000 դրամից, մի քիչ ներքև է գտնվում այս տունը ձեր տաղավարից, 22000 դրամից դարձել է 580,000 դրամ գույքարկը։ Այս տարի մարդիկ պետք է 580,000 դրամ գույքարկ վճարեն։ Մեծ դիտումներ էր հավաքել այսպես, բայց հողի վրա այդ տարբերությունն եմ ուզում գծել։ Սոցիալական ցանցերում 300,000 դիտում էր հավաքել օրինակ, բայց հողի վրա չես տեսնում մարդ, մեր ընտրազանգվածի մասին է խոսքը, որը մոտենա եւ այդ հարցով մոտենա։ Այսինքն մեր ընտրազանգվածը հանդիպումների ժամանակ 12-րդ օրն է այսօր քարոզարշավը հստակ, շատ հստակ բացարձակապես անվտանգային հարցեր է բարձրաձայնում։ 90%-ով անվտանգային հարցեր է բարձրաձայնում։ Բայց ո՞նց է որտեղ ձեզ հետ տեսնում են որ օքեյ է այդ հարցերը քննարկել։ Չէ, ես նկատի ունեմ այն հարցերը սոցիալական, նաև երբ որ խորհրդարանում հարց ու պատասխանների ժամանակ նաև այդպիսի մի մեղադրանք կար, ասում էին ինչի նաև սոցիալական մարդկանց համար ավելի այսպես շոշափելի հարցեր չեք բարձրաձայնում, միշտ նույն այսպես մեղադրանքները, բացառապես անվտանգային հարցեր, սահմանների հետ կապված հարցեր եք բարձրաձայնում, հայ-ադրբեջանական հարաբերություններ եւ այլն եւ այլն, այսինքն անվտանգային եւ արտաքին քաղաքական հարցեր եք բարձրաձայնում, բայց հիմա ես հողի վրա տեսնում եմ եւ ես էլ մտածում եմ, ասում եմ, իսկ գուցե պետքա ավելի այսպես չափաբաժինները մեծացնենք սոցիալական հարցերի, բայց ես հողի վրա հասկացա, տեսա, որ չգիտեմ, շատ հստակ է ինձ համար դա, շատ հստակ է, որ Հայաստան դաշինքին Ռոբերտ Քոչարյանին ձայն տալիս են բացառապես անվտանգային հարցերը լուծելու, արտաքին քաղաքական հարցերը լուծելու, երկրի ապագայի հարցը հստակեցնելու, կանխորոշելու համար։
դա ինձ համար առավել քան հստակ է։ Ես դա ասում եմ մեր հանդիպումների ժամանակ։ Հիմա կան մարդիկ, որ նաև հետաքրքրված են, թե չգիտեմ, օրինակ թոշակների, գույքահարկի, ասֆալտի եւ այլնի հարցերը ինչպես պետքա լուծվեն, բայց շատ հստակ է, որ մեր ընտրազանգվածը ըստ էության, օրինակ ես դա չեմ կարող ասել, տեսեք, Գայք Ծառուկյանի քարոզարշավին օրինակ հետևելով կամ իր ընտրողի իրենից ունեցած ակնկալիքների մասով այդպիսի հետևություն ես չեմ արել։ Սամվել Կարապետյանի մասով ես չեմ կարող հստակ արձանագրել, թե որն է իր ընտրազանգվածը, այսինքն սոցիալական ակցենտավորումը, սոցիալական, ես կարծում եմ, այո, սոցիալական։ Դրա համար նաև շատ կարևոր է, որ նաև ընդդիմադիր ուժերը իրար այսպես չեմ ուզում այսպես շատ դրամատիզացնել, բայց այսպես իրար չխանգարելով ամեն մեկը կարողանա աշխատել իր ընտրազանգվածի հետ եւ մեծացնել իր ընտրազանգվածը։ Ինձ համար ընդունելի չի, երբ որ այսպես փորձում են մեկը մյուսի ձայները այսպես փախցնելու եւ այլն, դա ինձ համար բայց բանանենք էլի, չնայած արդեն գնացել է, բայց այդ բանը, որ ընդդիմությունը իր տարաձայնությունները մի կողմ չդրեց, դուք էլ քիչ առաջ խոսում եք նրա մասին, որ դուք ամեն ինչ որ փորձել եք։ ընդդիմությունը չդրեց մի կողմ։ Հավաքական ընդդիմությունը։ Բայց դուք խոսում եք նրա մասին, որ ամեն ինչ փորձեցիք, բայց օրինակ չփորձեցինք, որ 20 քանի կուսակցություն ամստացում, չփորձեցինք հստակ եւ 21-ին եւ այս անգամ էլ ինչ որ մի ճակատով գնալ, ինչ որ կուսակցություն ամստացում։ 19, հա, ուզում եմ ասեմ, այդ մի բանը ոնց որ չարեցին, որ ժողովրդին ասել, նայեք, իրավիճակը այնքան sense վճռական է, որ մենք սաղ դնում ենք մի կողմ եւ sense մի հատ վերջի շանսն ենք բանանում, եթե խորտակվում ենք, սաղս իրար հետ ենք խորտակվում, հաղթում ենք, սաղս իրար հետ ենք հաղթում։ Այդ քայլին всё-таки ոչ 21-ին, ոչ հիմա չգնացիք։ Այդ եկա հարուստ նախապատմություն եւ ամեն ինչ ունի, բայց մեկ այլ sense երբ որ դա չի արվում, ես հիմա բացառապես իմանության խոսում, ես տեսնում եմ դե ուրեմն այդքան էլ ապոկալիպտիկ չի, եթե այդ մի Ես անկեղծ ասած, ես հարցը հասկանում եմ, Նարեկ, չէ, ես հարցը հասկանում եմ, բայց լավ չեմ կարողանում տեխնիկապես պատկերացնել, թե դա ինչպես պետքա հավաքել նոմեր 2 անգամ ավելի շատ, եթե 3 նախագահները բարձրանում էին հարթակ ու ասում էին մենք իրարից զզվում ենք, բայց երկիր ենք կորցնում։ Ես վստահ չեմ դրանում։ Նախագահ Քոչարյանն էլ անդադ ասում է, որ 2 գումարած 2-ն այդ բանով միշտ չի որ 4 անում, բայց օքեյ, ընդունեցինք այդ լոգիկան, փորձեցինք 21-ին, տեսանք, որ ոչ մի լավ արդյունք դրանից չստացանք։ Կներես հարցից ենթատեքստը կասես, այսինքն մեր մասով մենք պետքա չլինեինք։ Գնացինք, չեղավ ոչ մի լավ բան, Նիկոլը հաղթեց 21 ընտրություններին։ Ինչի մարտավարական տեսանկյունից այլ բան չփորձել, այլ շարունակել փորձել այն չաշխատող բանը։ Տեսեք, ես նաև նկարագրեցի մեր ընտրազանգվածին։ Իրականում շատ տարբեր են ընտրազանգվածները։ Այն մարդը, ով ձայն է տալիս, կարող է շատ տարօրինակ անգամ հնչի հիմա, բայց այն մարդը, բայց ես հատկապես վերջին 1 շաբաթվա ընթացքում եմ դա ֆիքսել, առանց որևէ մեկին որակումներ եւ գնահատականներ տալ, բայց ես ֆիքսել եմ մի բան, այն մարդը, ով ձայն է տալիս Սամվել Կարապետյանին, ձայն չի տալիս Քոչարյանին։ Այն մարդը, ով ձայն է տալիս Ռոբերտ Քոչարյանի, ձայն այդպես է, որովհետև մեկը Սամվել Կարապետյանի մեջ տեսնում է Նարեկ ջան լավ կառավարիչ, որ գալու է, հարուստ մարդ է, տնտեսական զարգացում անելու, լավ ենք ապրելու, ուտելու ենք, խմելու ենք, քեֆ ենք անելու, այն մեկն էլ ընտրում է Ռոբերտ Քոչարյանին, որովհետև ասում է, էսի միակ մարդն է, որ գալու է ու այս հանցագործներին պատժելու է։ Ընդեղ էլ ինչ որ Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ, ընդեղ էլ, հա, բայց այն փաստը, որ դուք սաղ դրել եք մի կողմ, ինքը խոսում է դրա մասին, որ այդ չեք անում ասելով, որ մենք հիմա ամեն ինչում համաձայն ենք, մենք ընդունելով, որ տարաձայնություններ ունենք, օրինակ հիմա ես նայում եմ Թաթոյանը ու Մարությանը, որ իրար միանան, ոչ մի տենց շատ ֆանտաստիկ զարմանալի բան չի լինի։ Ու երկուսն էլ կստանան անցնելու շատ ռեալ հնարավորություն, բայց առանձին երկուսն էլ կարող է շատ լավ, բայց 3 խոշոր ուժերի հետ կապված, օրինակ եւ Գայք Ծառուկյան, օրինակ ես անգամ տեսեք, երկուսն էլ բիզնեսմեն են, չէ՞։ Գայք Ծառուկյանի եւ Սամվել Կարապետյանի այսպես միավորումը ավելի օրգանիկ կարող է չէ լինի։ Տեսեք, երկուսն էլ բիզնեսմեն են, հարուստ մարդիկ են, ըստ էության նույն սոցիալական այսպես փաթեթն են առաջարկում ժողովրդին, բայց ես անգամ այդ պարագայում իրենց մեկ ցուցակով հանդես գալը չեմ տեսնում։
դա գնահատականի հարց է եւ կարծում եմ կներես սիրողական գնահատականի հարց է։ Ես կարծում եմ, որ առանձին մասնակցելը շատ ավելի արդյունավետ կարող է լինել, քան մեկ ցուցակով մասնակցել։ Հաշվում են, որ ես ծանոթ չեմ այդպիսի մասնակետին։ Իրանք սալվեցին։ Գյումրիում տենց եղավ, իրոք հենց տենց էլ եղավ, ձեր ասածով։ Գյումրիում դրա համար են Գյումրից ես անկեղծ ասած, նաև այդ եկեք ասենք, այո, ես անկեղծ ասած նրա համար, որ գյումրեցին տանը չնստեց։ Այո։ Ինչ որ մեկին սա, ինչը տենց չեն կարա էքստրապոլյացիա անենք ամբողջ երկրի վրա։ Շատ կարևոր է, որ Երևանում բարձր մասնակցություն լինի, շատ կարևոր է Երևանում բարձր մասնակցությունը, որտեղ մարզերում մասնակցությունը ավելի աշխուժ է, այնտեղ գիտեք մարզի, այսպես բակի, գյուղական միջավայրի գնալ ընտրության բան, ոնց որ իրանց համար ավելի այսպես կարևոր է այդ գնալ։ Այդ ավելի կարևոր բան չկա։ Ներկայա, ոչ թե կարևոր անկարևոր, այլ այսպես չգիտեմ, գուցե այտենց համայնքներին այսպես բնորոշ ինչ որ մտածելակերպ է, բայց ինքը այսպես արժևորում է այդ օրը գնալ, իր ձայնը տալ, հասկանում եք, այդ արարողակարգը այսպես ասած։ Մի հատ էլ բան ուղղակի բայց մի բան ասեմ, ես ծանոթ չեմ որևէ լուրջ մասնագիտական վերլուծության, որտեղ հստակ արձանագրված է, որ մեկ ցուցակով գնալու շանսերը շատ ավելի մեծ են։ Ապերը արձանագրեց, ապերը հենց նոր Ես կարամ դարել սարքեմ 60 էջանոց report, եթե դա որևէ բան կփոխի, բայց ինձ թվում է արդեն շատ եք, մի խոսքով, մի հատ գործակետ կա։ Բայց ես մի հատ ուրիշ հարց ունեմ, քանի որ Նարեկ, բա որ օրինակ արկել էին կներես Սերգեյ։ That's fine։ Եթե օրինակ արկելեցին այդ միակ ցուցակի, ինչ է կանում։ Այ այդտեղ օգտագործում եք ձեր բազմաթիվ կապերը արտասահմանում եւ սարքում եք դա հայոց հարցը, որ սա հանդիմությունը բանից դուրս եկավ, ոնց հանրապետականը ընդ է եվրոպական Լավ, Վրաստանի խորհրդարանում էլ չգնացին բան, չգնալ մանդատները չվերցեցին, ինչ եղավ, ինչը լինում է հետեւյալը։ Ինչ է լինում, ոչինչ կներես, էլի ինձ իշխանական իշխանությունը ինքը իր բերանում ասում է, եթե Նիկոլ Փաշինյանը այս բռնության կոչ հուսով եմ չի դիտվի պատմողական նախադասություն ասում է, եթե Նիկոլ Փաշինյանը մի հատ երեխա խորոված անի հանրապետության հրապարակում, եվրոպացիները ոչ ձեն կհանեն, ոչ տեսել են, ոչ լսել են, որն է։ Երբ որ 21 թվականին ընդդիմությունը չէր գնում, չէր նստում այդ խորհրդարանում, ինքը տենց մենակով մեկային ուզում անցկացնում էր, հետագայում հնարավորության ունենում այդ ամեն ինչը վիճարկել, որ սա այս ամեն ինչը Արցախի հանձնում է եւ ամեն ինչը եղել է այն պայմաններում, երբ որ առանց այլընտրանքի խորհրդարան է տեղի ունեցել, շատ ավելի խոցելի է իր ցանկացած որոշում մանր օրենք եւ մեծ հարցեր։ Որտեղ էս դա վիճարկե եւ ասել են վայ քորանամ ձեզ ընդդիմությունը չի գնացել, այնտեղ չի նստել, ուրեմն սա վիճարկելի է, սա ոչ լեգիտիմ է։ Չկա այդպիսի բան, որտեղ շատ ավելի մեծ շահ ունեն այդ մարդիկ։ Ես շատ լավ հիշում եմ Նիկոլ Փաշինյանի մեջ տես, մենք բոլոր կառույցների հետ կներես, ներողություն եմ խնդրում, պետք է այս հարցին պատասխանեմ։ Բարեկամական խմբեր կան, պատվիրակությունները, մերոնք գնում են տարբեր երկրներից պատվիրակություններ են գալիս, պարբերաբար այս 5 տարվա ընթացքում էլ պատվիրակություն չկա, որ չենք հանդիպել, էլ երկիր չկա, որ պատվիրակություն չենք ուղարկել, էլ նամակ չկա, որ չենք գրել, չգիտեմ քանի էջանոց, բոլոր մանրամասներով, տեսանյութեր ենք տվել բոլոր բռնության դեպքերի հետ կապված։ Բայց խաղի կանոնները պահպանել եք, ընդդիմությունը սենց խաղի կանոնի մասին չի խոսքը։ Այլ բան է, երբ որ ընդդիմությունը չկա, ոչինչ չէր լինելու, ոնց որ ոչինչ չեղավ Վրաստանում, երբ որ մանդատները չվերցրեցին։ Իրենք շատ ավելի մեծ բան ունեն, հասկանում ես, Նիկոլ Փաշինյանի մեջ եւ շատ ավելին են տեսնում իր մեջ, քան այն ճակերտավոր ժողովրդավարական արժեքները, որոնք մենք լսել ենք դասագրքերում, պատկերացում ենք արել։ Հիմա կա Նիկոլ Փաշինյանը, կա այդ իրականությունը, կան այդ եվրոպացիք։ Հիմա ձեր զադաչան իրանց հնարավորինս ինչ որ անհարմարություն պատճառելն է։ Համաձայն որ գնալը եւ այնտեղ նստելը ավելի հարմար է այս բոլոր ռիպորտների համար։ Դու նախորդող տարիները նկատի ունես, թե առաջկա Դաժե ասում եմ ինչ ալնելու հաջորդ 5 տարին, որովհետեւ հաջորդ 5 տարին լինելու է սա այն տարբերությամբ, որ ՀԿ-ի փոխարեն լինելու է ուժեղ Հայաստանը։ Ես առաջարկում եմ սա մոնտաժել Սերգեյի հուսահատության կոչ։ Հա, այս առանձին Ես դրա համար անդադ խոսում եմ մարտավարության մասին, որովհետև նույն բանի
Եվս 5 Լավ, տարին է հիմա- դու կարող շատ սիրուն եւ սուր ելույթներ ունենաք, Աննան էլ կունենա այդ Լավ, ելույթները։ ես առաջարկում եմ, մենք Բայց ի՞նչն ա առաջ փոխվելու։ չանցնենք։ Մենք դու հիմա Կիկոսի մահով այսպես սցենար նկարագրեցիր, մեզ արդեն այնտեղ պատկերացրեցիր ելույթները, անարդյունավետությունը, եվրոպացիները եւ այլն։ Ես առաջարկում եմ մենք խոսենք առարկայական այսօրվա հնարավոր քայլերի, գործողությունների մասին, բայց ես շատ հստակ ուզում եմ արձանագրել եւ եվրոպացիները մեկ անգամ չի որ մեզ գիտես այդ հանդիպումներից հետո միշտ օրինակ գործընկերներդ այդպես որ խոսում ես, ասում եմ մեր մեջ տեսնում են որպես այսպես Ռուսաստանի ներկայացուցիչներ։ Կիսա թշնամանքով երբեմն։ Նայած որ եվրոպական երկիրն է։ Չէ, որովհետև այս իշխանությունները կարող է մեր սխալնա լավ չենք բացատրել, իրանք ավելի լավ են բացատրել, բայց այս իշխանությունները համոզել են կարողացել են այսպես ներշնչել, որ հեսա, դա երևի ինչ որ այսպես ինչ որ օրգանիկ վիճակ էլ է եղել, հաշվի առնելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, Պուտինի հետ հարաբերություններ, օրինակ չգիտեմ, օրինակ Սամվել Կարապետյանը դրա մասին չեք դա խոսացել։ դեր խաղացել է։ Կարծում Չէ, եմ դա մենք դեր հրաժարվենք խաղացել է։ դրանից։ Չէ, մենք խոսել ենք։ Օրինակ հեչ պարտադիր չէ Մենք դա խոսում շեշտել ենք, բայց- նախագահ Քոչարյանի մասին այս վերջի ֆիլմում։ Իսկ դա դες մի Որը քանի տեսել են անգամ եվրոպացիները։ ֆիլմ է։ Նարեկը ուղարկեց Խոսքը- եվրոպացիների այդ ֆիլմը։ Չէ, ուզում եմ ասել նշի որ դուք դրան չեք նպաստել, որ իրանք էլ դրուկ ունեցան այդ Չէ, դե հիմա մեր պատկերացումը։ նպաստելու բնականաբար չեն սպասում, այդ տեղեկանքները իրանք այլ ձևերով բնականաբար կազմում են, բայց նկատի ունեմ, հա, գուցե մեր սխալն է եղել, որ այսպես Նիկոլ Փաշինյանը որպես Ռուսաստանի վասալներ է մեզ տարբեր այսպես եվրոպացիների աչքերին կարողացել նկարագրել, բայց իրենց համար լավ, անկախ նրանից անգամ թե մեզ ինչ աչքով են նայում եվրոպացիները, տարբեր, չգիտեմ, պատվիրակություններ կամ չգիտեմ, ինչ որ գործնական հանդիպումների ժամանակ ինչպիսի այսպես մթնոլորտ ա եղել, բայց իրանք ամենակարևոր Նիկոլ Փաշինյանի մեջ ինչ են տեսնում։ Իրանք տեսնում են այն միակ մարդուն, ով Հայաստանը հեռացնելու է Ռուսաստանից։ Ես օրինակ չգիտեմ, մինչև տաղավար գալը տեսա, որ Օվերչուկ ասել էր, որ ԵԱՏՄ-ի հետ կապված, Հայաստանի անդամակցության հետ կապված հարց է քննարկվելու։ Դե այ դա են տեսնում, հասկանում եք, մնացած ընդդիմությունը իրան Բայց կծեց դա չէ են, շատ ռացիոնալ։ չեն իրանց ծեցի մոտեցումն էլ։ ռուսների Չէ, մոտեցումը։ եվրոպացիների, որ ունեն նպատակ մաքսիմալ Մեկը անջատել, մտածում է շահերի մասին։ Ես համաձայն եմ, դրա համար եմ ասում, մեր ամենակարևոր առաքելությունը գործը ժողովրդին բացատրելն է։ Ժողովրդին բացատրելն է, որ Ժորժ ջան, քեզ խաբում է, ինքը քեզ չի տանելու Եվրամիություն։ Չի կարա ֆիզիկապես, տեխնիկապես, չգիտեմ, որևէ տարբերակով հնարավոր չի, որ Հայաստանը դառնա Եվրամիության անդամ։ բայց կարող են Դարձողեր Վրաստանը վիզաների կդարարարնա։ ազատականացումը ինչ է նշանակում։ Ես գիտես մեկը շատ հաճախ ֆիքսել եմ, որ վիզաների մեր հասարակությունը Եվրամիության անդամակցություն եւ վիզաների ազատականացում նույն բանն է պատկերացնում։ Ինքը լավ չի կարողանում այսպես տարբերությունները հասկանալ եւ Եվրոմիության անդամակցության տակ ինքը հենց այդ վիզաների ազատականացման կտորն է ինքը հասկանում, բայց չի անելու։ Չի Հայաստանը չի մենք այ մեր գործն է դուք ինձ կարող եք քննադատել խաչել չգիտեմ Ժաննա Դարկի նման այրել որ մենք լավ չենք կարողացել այս 5 տարվա ընթացքում մարդկանց բացատրել թե ինչ է անում այս իշխանությունը ես դա ընդունում եմ որ կարող է լավ չենք արել բավարար չափով պարզ չենք խոսել մատչելի չենք խոսել չգիտեմ կամ սխալ տեխնոլոգիաներ ենք օրինակ կիրառել ես դա կարող եմ ընդունել բայց ես այնքան վիրավորվում եմ երբ որ մեղադրում են այսպես չպայքարելու տես արդյունավետ ոչ արդյունավետ պայքարելու քննադատության մասով ես լրիվ օքեյ եմ բայց երբ որ մեղադրում են այսպես հարմարվող լինելու չպայքարելու չգիտեմ մի քանի օքի ինչ որ ձևակերպներ են օգտագործում բոքսի տանձիկ լինելու չգիտեմ ինչի հասկանում դա ինձ վիրավորում է ես անկեղծ եմ ասում Ինձ թվում է հակառակն է, ինձ թվում է իրանք են ձեր պայքարի հետ ինչ որ պահից եկել կոմֆորտ զոնայի։ Դուք սենց եք պայքարում, իրանք դրա սամթը բռնել են եւ տենց հակադարձում են հետեւաբար այսպես։ Ինձ թվում է առաջին մի քանի տարին իրանք դիսկոմֆորտի մեջ էին ձեր խոսքից Իշխանությունները։ հա։
Եվ ես վերջերս շատ openly են խոստովանում դրա մասին, որ դուք նվեր եք իրանց համար, բանը անդադ գնում է, բայց ես կուզենամ մի բան էլ Ես չեմ պատկերացնում, համ ասում են նվեր են, համ ասում են օրինակ Գյումրի 2-ն անելու հետո ամբողջ օրը խորհրդարանում ասում են դուք անցողիկ շեմն էլ չեք հաղթարում։ Ես արդեն չեմ հասկանում, այն որ եղբայր մենք անցնում ենք, չենք անցնում, նվեր ենք, նվեր չենք։ Հիմա ես ինձ մա բացայել Նիկոլ Փաշինյանը գցում է միանգամից բոլոր թեզերը, որ դուք չեք անցնելու, որ դուք նույնիսկ այն եք։ Բոլոր չէ, միանգամից ամեն ինչ ասում է, вообще պրոբլեմ չի, եթե իրանք իրար մեջ շակասում են, բայց հասցեատուն, որը իրան հարմար է, այն էլ վերցնում է եւ ըստ դրա ընկալում է։ Գիտես Նիկոլ Փաշինյանի ամենամեծ հաջողությունը, որ ինքը կարողացել է այսպես ոտքերի վրա մնա, գիտես, որ նա իր համար անձնապես, բայց ոչ երկրի համար, իր համար անձնապես լավ է, որովհետեւ ինքը լավ քաղաքական գործիչ է, բայց չդարձավ լավ պետական գործիչ։ Դրա համար անձնապես իր համար լավ է, բայց երկրի համար վատ է։ Այո, ինքը կարողանում է, ես ընդունում եմ դա, որպես նաև նախկին լրագրող, ինքը կարողանում է քաղաքական օրակարգ ստեղծել։ Ինքը կարողանում է ամբողջ քաղաքական օրակարգը այսպես մատի վրա ֆռացնել։ Լավ լրագրողական ինչ-որ հատկություններ ունի, կամ վատ, բայց ունի ինչ-որ հատկություններ, ես դա ընդունում եմ, որովհետև ինքը մի հատ սահմանել ունի, այսինքն դրա բացակայությունը, որը որ մենք ունենք, ինքը բաներ է անում, որ ես չեմ կարող դա անել, լավ ես չասեմ, ինքը անում է բաներ, որը ես չեմ պատկերացնում, որ կարող է անել Ռոբերտ Քոչարյանը, որ կանի Լևոն Տեր-Պետրոսյանը, որ կանի Սերժ Սարգսյանը, որ կանի Սամվել Կարապետյանը, կամ չեմ պատկերացնում, որ այն ինչ որ անում են ԿՊԱ-կան падգամավորները, այն խոսույթը, որով որ խոսում են, այն կեղծիքը, որ տարածում են, որ անում են իրենք, ես դա անեմ, կամ իմ գործընկերներին եմ հիմա պատկերացնում, որ անեն։ Իրենք չունեն սահման։ Հիմա դուք կասեք, բայց դա շատ վատ է։ Ես կարող եմ ընդունել, որ դա վատ է գուցե քաղաքականության մեջ։ Չէ, բայց մարդկա կարող է ասի, որ նպատակը արդարացնում է միջոցները, դուք էլ այդպեսին եղեք։ Ձեզով ասել չլինել այդպեսին։ Բայց չես կարող մարդուն մեղադրել, որ ինքը այդպեսին չի։ Հիմա կան բաներ, որ օրինակ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ինչքան համոզենք, որ պետք է այսպես անել, որովհետև կարծում ենք, որ այսպես օրինակ լավ է, մարդը չի կարող անել դա։ Դա իր տեսակին դեմ է, դա իր պատկերացումներին դեմ է, դու չես կարող մարդուն, դու ինչ որ բաներ կարող ես մարդուն, օրինակ, չգիտեմ, ճիշտ է, որ այսօր ես գայի ձեր տաղավար այս շրջանում, չգիտեմ, հասկանում ես, տեխնոլոգիայի տեսանկյունից, չգիտեմ, ինֆորմացիայի տեսանկյունից, ընդհանուր քարոզչական բան կոնտեքստում, չէ՞, կարող ես դա անել, բայց ինչ որ բաներ կա, սահմանումներ կա, որ դրանից այն կողմ չես կարողանում էլի մարդուն ստիպել անելի, իրեն ստիպել, չգիտեմ, ինձ գործընկերներիցս որևէ մեկին, բայց իրենք դրա խնդիրը չունեն։ Եվ ինձ համար մի բան էլ է ակնհայտ, իհարկե կնեղանան ինձանից հիմա հանրապետական գործընկերները, բայց արդեն նեղացած են ինձանից։ Բայց այս գիտեք, ես օթի մեջ նաև այդ ժամանակ որ լրագրող է, այսպես այդ բառի համար ներողություն եմ խնդրում 1000 անգամ, բայց ես հապրգածության ինչ որ գրական բառը չեմ կարողանում գտնել։ Այդպիսի մի հատ մթնոլորտ էր, հասկանում եք, իշխանություններ։ Շատ լավ է, որ ներողություն են խնդրել, բայց ես հիմա դա, գիտեք ինչ նկատի ունեի, Սերգեյ, հիմա ԿՊ-ի մոտ եմ ես դա տեսնում։ Իրանք այդ նույն այդ կեցվածքով են, այդ հանդուգն կեցվածքով են իրանք հիմա։ Ու հավանաբար նույն ավարտն է ունենալու, ուղղակի չգիտենք երբ, բայց շատ նման է դրան։ Մի հարց, որը ես տեսել եմ, որ ձեր падգամավորության օրոք այնց ակտիվ դա առաջ եք տանում, թմրանյութերի դեմ պայքարի հարցներ, դպրոցներ մտնելու, ու եթե 5 տարին նայենք, ինչի հասանք, ինչ որ խստացում ունենք եւ եթե ինչ որ կոնկրետ բանի չհասանք, ով էր դրան խոչընդոտում, որ չհասանք։ Այո, նախագիծ կար, որը ցավոք չանցա, որովհետեւ դեմ էին
իշխանությունները, խոսքը իրավապահ ուժային կառույցներում աշխատողները տարեկան 2 անգամ պատահականության սկզբունքով նարկոթեստ պետք է հանձնեին, հիմնականում դեմ էր ներքին գործերի նախարարությունը, որովհետև իրենք վաճառաբանում էին, որ մեծ է իրանց ըստ էության բազան եւ տեխնիկապես հնարավոր չի լինելու դա իրականացնել, ցավոք սրտի, այո, չեղավ այդ նախագիծը, բայց ես կարծում եմ, որ եթե անգամ դա լիներ, միևնույնն է հատվածական լուծում էր դա լինելու, մեզ նոր ռազմավարություն է պետք։ Առումով այդ ոնց է փաստարկ է, որ ինձ շատ հեշտ է ինչ որ հակափաստարկ բերել, բայց ես չեմ տեսնում ոնց էր դա նարկոտիկների տարածումը դպրոցում բանալու, որովհետև եթե անգամ ընդունենք, որ կան ինչ որ ոստիկաններ, որ պարտակում են, այդ չի նշանակում, որ իրանք օգտագործող են, որովհետև այդ շահույթը, որը դրանից գալիս է, ինքը կամ էլ որ հիմնավորում են, ասում են 6-ից հետո իրանք աշխատանքի չեն, ինչ ուզեն։ Հա, բայց կարող է այստեղ սխալ տեսանկյունից, ոնց որ իրանք մի հատ sense red flag տվեցիք, որ այդ red flag-ին տենց խոսան։ Չէ, իրական դա չէ, թեման մնաց նույնը։ Դե հիմնական թեման չի կարող չմնալ նույնը, եթե իշխանությունները չփոխվեն։ Տեսեք, ամենամեծ խնդիրը այն ահռելի ծավալի, այն ահռելի քանակի թմրանյութերի ներթափանցումն է Հայաստանի Հանրապետություն, որ այսօր տեղի է ունենում։ Հետո փոքրիկ ինչ-որ պակետիկներով տարբեր զակլատչիկների կողմից տեղադրվում է տարբեր անտառներում, բակերում, չգիտեմ ինչերում, չգիտեմ։ Զակլատչիկից հասցնել են բանին հրաման տվողին, հետո Դե հիմա ներդրողին։ ոստիկանությունը տարբեր ինչ-որ հաղորդագրություններ տարածում է, որ ինչ-որ խումբ են գտել եւ այլն, բայց հիմնական վաճառաբանությունը նա է, որ Telegram ալիքներով դժվար է բացահայտել, իրենք այնտեղ էլեկտրոնային դրամապանակներով է վճարումները արվում, այսպես մեխանիզմը շատ երկար, բայց ես նորից եմ ասում, ամենակարևոր հարցը դա է, որ պետքա լուծվի երկիր մուտք գործող թմրանյութի մեկը մտնում Telegram-ը ոչի մտնում։ Այո, դե բաներով մտնում է, հիմնական նաև ծանրոցներով է մտնում, որը ստուգում են, որը ասում են, որ միշտ չի, որ կարողանում են ստուգել։ Խոսքը պոչտայով ստացվող ծանրոցների նաև մասին է, բայց միևնույնն է, հիմնական տարբերակը, այսպես ճանապարհային տարբերակով ներթափանցումն է, դուք գիտեք նաև այդ 1 տոննա թե 780 կիլոգրամ կոկաինի հետ էլ կապված իհարկե դատարան է մտել, բայց ես վստահ եմ, որ որևէ հանգուցալուծում չի ունենալու այդ գործը։ Իսկ ուղղակի զակլատչիկ հանդիսանալու ես չավարտեցի պատիժը խստացնեիք։ Դա հարցի լուծում չի։ Ամենակարևոր բանը բոլոր այն հովանավորները, իսկ այդ հովանավորները նաև իշխանության մեջ մարդիկ են։ Հնարավոր չի նման ծավալի թմրանյութեր ներմուծել Հայաստանի Հանրապետություն առանց կոնկրետ տանիքներ ունենալու։ Դա բացառված է։ Դա բացառված է, որովհետև ինքը շատ կոնկրետ սխեմա է։ Չգիտեմ, Պանամայից մինչև որ երկիր տանելու, որ երկրից որ երկիր տանելու, այդ ամբողջը ինչպես այդ կանաչ գոտին անցկացնել, ոնց անցկացնել, ամբողջը սխեմա է։ Համայնքային, չգիտեմ, ոստիկանի վերահսկողությունից ինչպես դուրս գալ, շատ մեծ սխեմա է, ամենակարևոր բանը դա պետքա այդ հովանավորների, այն իշխանության մեջ ունեցող տանիքավորների, այսպես ասած, ովքեր կռիշաներ են, այսպես ասած, կանգնում, դրանց հարցերը լուծելն է, դրա համար ես վստահ եմ, որ այս իշխանությունները վստահ են, որ իրենք այսպես ուղղակի օդի մեջ այնպես չի, որ ընդդիմադիր եմ մեղադրանքներ եմ հնչեցնում, նույնը կարող եմ նաև խաղամոլության հետ կապված ասել, ես վստահ եմ, որ իրենց թողտվության, առնվազն թողտվության, այլ մեղադրանք չեմ հնչեցնում, թողտվության պայմաններում է, որ այդ ահռելի քանակի թմրանյութերը մուտք են գործում Հայաստանի Հանրապետություն։ Իրականում շատ խայտառակ է վիճակը, շատ խայտառակ է եւ հատկապես սինթետիկ թմրանյութերի հետ կապված։ Եթե մի 10 տարի առաջ, այսպես բնական ծագման ավելի թմրանյութերն էին տարածված, հիմա համատարած այդ սինթետիկ բնույթի թմրանյութերն են, նաեւ երիտասարդանում է օգտագործողների, կանանց ներգրավվածությունը շատ մեծացել, կանայք են սկսել շատ օգտագործել ու ցավոք մենք նույն պատկերը նաև եթե երկրի ներքին անվտանգության համատեքստում ենք խոսում, նույն պատկերը մենք ունենք նաև խաղամոլության հետ կապված, վերջերս հրապարակվեց նաև այդ թիվը 7.2 տրիլիոն դրամի խաղադրույք է արվել միայն 2025 թվականին,
որ պատկերացնեք տարբերությունը 2017 թվականին 212 միլիարդ դրամ է եղել։ Ինձ այն օրը բերել էր այդ բանը կազմակերպողները խաղի ինչ որ միություն ունեն, իրանց ոնց որ հակագովազներ դրան բերել, ասում են նայեք, դա տենց 7 քանի միլիարդ չի, այդ օրինակ եթե դու 1000 դրամ դրեցիր, շահեցիր դարավ 25000, հետո այդ 25000-ը դրեցիր, պարտվեցիր, ոնց որ ստացվում է դու 26000 խաղադրույք եղավ, բայց ինքը իրականում 1000 էր դրել, ինչը շատ խնդալու էր, որ իրանց աչքերում դա տենց ահագին արդարացնում է, բայց օքեյ, թե 7 միլիարդ չնի, թե 3 միլիարդ լինի։ Այո, ոչ մի տարբերություն է։ Համաձայն եմ լրիվ, իրականում դա էլ է շատ լուրջ խնդիր, շատ լուրջ խնդիր է, որովհետև այսօր այդ կախվածությունը ինձ համար սարսափելի է, որ մարդը գիտակից հասուն մարդը ոնց կարող է իր ամբողջ ունեցվածքը լցնել հեռախոսի մեջ կամ ես մի դեպք գիտեմ, դրա մասին չհասցրեցի ելույթից ժամանակ պատմել ազգային ժողովում, սեփական տունը թալաներ այսպես կազմակերպել, այո, դե ծնողների տունն է, նա ինքն էլ այդտեղ էր ապրում եւ այսպես թալաներ կազմակերպել, որ կարողանար պարտքերը մարել։ Կամ ինքնասպանության բազմաթիվ դեպքեր են դրա համար լինում, որտեղ մարդիկ այսպես չեն կարողանում, իրականում այո, շատ ծանր թեմա է եւ լուրջ այստեղ ամենակարևորը դա պետության չոր միջամտությունն է, շատ չոր միջամտությունն է այդ հարցը լուծել։ Չգիտեմ, օրինակ, իմ կարծիքով Հայաստանի տարածքում չպետքա խաղան մարդիկ։ Թող այդ ընկերությունները օրինակ լինեն, բայց այո, դրսի համար լինեն, թող փող աշխատեն, շատ լավ, այդ չի փակել, բայց ոչ հայաստանցիների համար։ Վերջում թեթև ուրախ հարց, կարգին հարց, ինչու ձեր ուժին այդքան չի սիրում Հայկ Մարությանը։ Հա։ Չէ որ ես չգիտեի։ Որտեղ ինքը ասում է բոլորը այդ կամ հատուկ շեշտում է։ Բացի Հայաստան դաշնակից, բացի Քոչարյանի, բոլորը այդ կամ նստը պարզապես ինչ որ նեղացրել եք իրան, որտեղ կարծես թե ձեր օրոք նախագահ Քոչարյանը շատ լավ են իր գործերը, ավելին տենց բան չի արել նախագահ Քոչարյանը, որի արդյունքում արժանանա Հայկ Մարությանի որևէ կշտամբանքի քննադատությանը, այդպես մի հատ որևէ բան չի եղել, մեկ էլ հիմա պարզվում է ոչ մի պարագայում ձերը չի ուզում համագործակցի։ Ինչ է կարել այդ մարդուն։ Իսկ Հայկ Մարությանը անցնում է խորհրդարան, որ չի ուզում համագործակցի։ Գիտեք, այնքան զավեշտալի է այս ընթացքում, ասենք, ուժեր, որ անունները չգիտեի անկեղծ ասած, կարդում եմ ասում սա ով է, ինձ խնդրում եմ, մի հատ ուղարկեք։ Ազգային զարթոնդ։ Չգիտեմ, տարբեր էսպես անուններ կան, ասում եմ, մի հատ ուղարկեք էլի առաջին համարին նկարը, որ էսպես տեսողական հիշողության փորձես հասկանալ որտեղ ես տեսել, ինչ ես տեսել, մեկ էլ տեսնում ես նկարի հետ միասին հայտարարություններ են ուղարկում, որ Հայաստան դաշինքին կամ չգիտեմ ում Սամվել Կարապետյանին կամ Պողոս Պետրոսին որևէ պարագայում ես չեմ միանալու, որ եղբայր դու մի հատ անցի խորհրդարան, հետո որոշի միանում ես, չես միանում, քո հեղինակավոր կարծիքը այդ ժամանակ կհարցնի։ Ինչ եք նեղացրել։ Հայկ Մարությանի հետ կապված ես անկեղծ ասած չգիտեի, որ այդպիսի հայտարարություն արել։ Ճիշտ ասած, հա չի համագործակցելու ձեր հետ։ Ես կարծում եմ, որ դրանք ավելորդ կոմպլեքսներ են եւ ժպիտով են վերաբերվում իր այդ հայտարարությանը։ Մենք ներողամիտ ենք։ Այդ են ժպիտով էլ, ժպիտի վրա էլ։ Շնորհակալություն, որ կտրվեցիք Զարշավից։ Ես էլ եմ շնորհակալ, մի քիչ հանգստացա։ Ագնես Ախամյաններ, մեր հյուրը կարող եք կոմենտներում հարցեր գրել, խորհուրդ կտանք, կհորդորենք պատասխանել այդ հարցերին եւ բաժանորդագրվեք, լայքեք եւ բաց մի թողեք մեր ոչ մի արդյունքում միջև ընտրությունները բան չմնաց արդեն։